Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն, օր հունիսի 4 Եվ նրանք իմը կլինեն, ասում է զորաց Տերը, այն օրը, որ ես կանեմ, իմ սեփական գանձս կժողովեմ։ Մաղաքիա 3:17 խոսք։ Գալիս է այն օրը, երբ մեր մեծ արքայի թագավորական գանձերը կհաշվարկվեն, տեսնելու համար, թե արդյոք դրանք համապատասխանում են այն գույքագրմանը, որը նրա հայրը տվել է նրան։ Ով հոգի, ուզում ես լինել Տեր Հիսուսի գանձերի շարքում, դու թանկ ես նրա համար, եթե նա թանկ է քեզ համար, և դու կլինես նրանը այն օրը, եթե նա քոնն է այսօր։ Մաղաքիայի օրերում Տիրոջ ընտրյալները սովոր էին միմյանց հետ այնպես զրուցել, որ հենց իրենց Աստվածն ինքն էր լսում նրանց խոսակցությունը։ Նրան այնքան էր հաճելի նրանց զրույցը, որ այն գրի էր առնվում։ Այո, նույնիսկ մի գիրք է կազմել դրանից և պահել իր հիշատակի գրքում։ Նրանց խոսակցությունից հաճույք ստանալով նա նաև հաճությամբ էր նայում նրանց։ Կանգ առ հոգի և հարցրու ինքդ քեզ, եթե Տեր Հիսուսը լսեր քո խոսակցությունները, արդյոք դրանք հաճելի կլինեին նրան։ Արդյոք դրանք ծառայում են նրա փառքի և եղբայրության շինությանը։ Խոսիր ով հոգի և անկեղծ եղիր, թե արդյոք ճշմարտությունն ես ասում։ Բայց ինչ պատիվ է մեզ խեղճ արարածներիս համար, որ Տիրոջ կողմից ճանաչվել ենք որպես իր գանձեր։ Այս պատիվը պատկանում է բոլոր սրբերին։ Տեր Հիսուսը ոչ միայն ասում է իմն են, այլ նաև իմը կլինեն։ Նա փրկագնեց մեզ, փնտրեց մեզ, բերեց մեզ իր մոտ և փոխակերպեց մեզ իր կերպարանքով այնքան, որ նա կպայքարի մեզ համար իր ողջ զորությամբ։